Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք աշխատանքի ուսուցումը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է Orion Venture-ային ֆոնդի ներդրումային տնօրեն Արմեն Ֆլջյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ մեր տաղամարում եք, հետաքրքիր եւ արդիական թեմա քննարկենք այսօր, արհեստական բանականությունը գործարարության ոլորտում, առհասարակ մեր օրեր է մտել արհեստական բանականությունը կենցաղ անգամ ու շատերի մոտ վախ կա, որ արհեստական բանականությունը կարող է իրենց գործազուրկ թողնել, ինչ որ ձև մարդկանց առօրյայի վրա ազդել, իրենք ավելի կարելի ասել վատ կյանքով ապրեն եւ այլն, գործազրկության մակարդակը բարձրանա, առհասարակ արհեստական բանականությունը ինչ է, թե ու ովքեր են նաեւ եւ գործարարությունում ինչպես է դա արտահայտվում։ Շատ լավ, շատ արդիական հարց է մեր օրերի համար, թե ոնց արհեստական բանականությունը մեր աշխատաշուկան փոխելու, գործարարությունը փոխելու, ու այստեղ կարևորը ոնց որ հասկանալն է, որ ինչ որ մարդիկ հաղթելու են դրանից, ինչ որ մարդիկ պարտվելու են, այսինքն բոլոր մեծ տնտեսական փոփոխությունների ժամանակ կան մարդիկ, որոնք հարմարվում են ու կան մարդիկ, որոնք չեն հարմարվում, ուղղակի օրինակ բերեմ, երբ որ 90-ականներին Սիլիկոնյան հովիտում նոր սկսել էին արդեն վեբսայթեր, ինչ որ նոր գրել, արդեն ինտերնետն էր սկսել զարգանալ, նույն վախերը այդ ժամանակ կային, որ ինտերնետը փոխարինելու է ամենքին, մենք գործազուրկ ենք գնալու, այդ վախերը այդ ժամանակ էլ կային, բայց կարող ենք ասել, որ մեծ մասամբ մոտակա 10-20 տարում աշխատաշուկայի վրա ազդեցությունը լինելու է ավելի շատ որպես գործիք, հա, որովհետև ինքը մոտակա 10-15 տարում փոխարինելու է ինչ որ մարդկանց, որոնք հենց հիմա աշխատում են, բայց դա չի լինելու շատ միանգամից, դա չի լինելու մեկ գիշերում, այլ դա լինելու ինչ որ ընթացք, հա, արհեստական բանականությունը զարգանալու է, ավելի է կշտվելու է, այսպես ասած, ու ժամանակի ընթացքում սկսելու է արդեն փոխել աշխատաշուկան, բայց դա ոնց չի լինելու մի գիշերվա մեջ։ Մենք, որ ասում ենք անդադ արհեստական բանականություն, միշտ այդ ինֆորմացիոն կոդերն են գալիս կամ առհասարակ համակարգիչներ են երևի մարդիկ պատկերացնում արհեստական բանականություն ասվածով, բայց եթե այդպես մի քիչ էլ հետ գնանք, ձեր նշածի նման արհեստական բանականությունը մեր կյանքում բավականին երկար տարիներ կա, ուղղակի մենք չէինք ֆիքսել, որ սա արհեստական բանականությունն է։ Հիմա մեր օրերում արհեստական բանականությունը Հայաստանի Հանրապետությունում ինչպես է արտահայտվում գործարար ոլորտում ու ինչ հեռանկարներ կան։ Շատ կարևոր է հասկանալ, որ արհեստական բանականությունը այս պահին շատ նոր հորիզոններ է բացում շատ մարդկանց համար։ Մեկ բարձ օրինակ բերեմ, երբ որ առաջ դու ինչ-որ digital app ստեղծելու համար դու պետք է գոնե կոդավորել իմանայիր, հա, կամ գոնե ընկեր ունենայիր, որը կոդավորել գիտի, հիմա այդ տենդենսը մանրից նվազում է ու աշխարհում մի գլոբալ տրենդ է առաջանում, որ շատ մարդիկ, որոնք ընդհանրապես կյանքում կոդ գրած չկան ու կոդավորող չեն, սկսում են ստեղծել նոր հավելվածներ ու դառնում են գործարարներ։ Դա ամենամեծ երևի փոփոխությունն է գործարարների համար, որ առաջ դու պետք է իմանայիր, դա այդ technical ոնց որ skill-եր ունենայիր, հիմա դա էլ պետք չի մեծ մասամբ, որովհետև նույն ChatGPT-ին, նույն տարբեր մնացած հավելվածները հնարավորություն են տալիս ստեղծել նոր հավելվածներ 1-2 շաբաթում ու այդ շատ արագացնում է աշխատանքը նոր ինչ-որ հիպոթեզներ թեստավորելու, ինչ-որ նոր շուկաներ մտնելու եւ նույնը նկատում եմ նաեւ Հայաստանում նույնպես գործարարների թիվը digital սկսում է շատ արագ աճել, ինչը շատ լավ կարող է աճել տնտեսության վրա։ Հայաստանի Հանրապետությունում բավականին զարգանում է արհեստական բանականության ոլորտը, քանի որ մենք ունենք մեծ tech համայնք, տեղեկատվական տեխնոլոգիաների ու մեր համար դա առաջնային ճյուղ է, կառավարության որոշմամբ մեծ ներդրումային ֆոնդեր կան այս ոլորտում։ Ինչ պիտի արվի առհասարակ բիզնես ոլորտում, գործարարական այս ոլորտում արհեստական բանականությունը ոչ թե ի վնաս, այլ ի օգուտ գործարարությանը աշխատեցնելուն։ Ինձ թվում է ամեն ինչ ի վերջո գնում է դեպի գումարը, եթե ասենք ասենք, ինչքան էլ տարբեր տեսլականներում, ռազմավարությունում շեշտվի, որ արհեստական բանականությունը առաջնային է երկրի համար, այս պատերազմը ոնց որ մեծամասամբ գումարի մասին է։ Ու այստեղ Հայաստանը պետք է հասկանա իր դերը, որովհետև
ասենց ասած այս ճակերտավոր պատերազմը երկու ֆրոնտ ունի, մեկը դա ֆունդամենտալ ոլորտն է, որտեղ կան նույն ChatGPT-ն, Anthropic-ն, հայտնի AI-ները, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք, ու կա նաև դրա օգտագործման կողմը, երբ որ գործարարները արդեն օգտագործելով ստեղծված ֆունդամենտալ արհեստական բանականությունները ինտեգրում են իրենց հավելվածներում։ Այդտեղ Հայաստանը շատ մեծ գործ ունի անելու, որովհետև մենք օրինակ մեր Սփյուռքում կան շատ ուժեղ մասնագետներ, որոնք աշխատում են Facebook-ում, նույն իրենց արհեստական բանականության վրա, նույն OpenAI-ում եւ առաջնային ինձ թվում է պետք է կամրջել, հա, այդ մարդկանց Հայաստանի հետ, որովհետեւ փորձի փոխանակումը շատ կօգնի թե գործարար համայնքին ավելի լավ հասկանալ արդի խնդիրները, որոնք հիմա կարելի է լուծել, թե ուսանողներին, որոնք կարող են ավելի լավ իրենց կարիերան, այսպես ասած, պատկերացնել եւ ավելի լավ ռազմավարություն ընտրել, եւ ընդհանուր պետությանը, որովհետեւ եթե նայենք օրինակ շատ զարգացած պետություններին, ինչպես օրինակ Էստոնիան է, նրանք ոնց որ սկսած համալսարանից ավարտված պետական ինչ-որ ակսելերատոր ծրագրերով ամեն ձև խթանում են դա, եւ այստեղ ֆունդամենտալը այն է, որ պետք է մաքսիմալ շատ մարդու հնարավորություն տալ փորձել։ Տարբեր երկրների օրինակներ կան, բայց մեծամասամբ դա գալիս է նրան, որ տալիս են ինչ-որ փոքր գումարներ, որոնք բավարարում են ինչ-որ հիպոթեզ թեստավորելու համար, եւ դրանով շատ մարդիկ շատ խնդիրներ են լուծում եւ դրանով դառնում են հաջողակ գործարարներ։ Ուզում եմ մի քանի խնդիրների անդրադառնանք, որոնք Հայաստանում կան։ Դրանք հիմնականում այդ network հաստատին են վերաբերում, որովհետեւ մենք մեր թմտությունները երևի թե չենք զարգացնում այնքանը, որ մենք կարելի ասել մեր փուչիկի մեջ ենք ապրում ու մեր համար Հայաստանի սահմաններից դուրս աշխարհը այդքան էլ պատկերավոր չէ, մենք չենք պատկերացնում, թե ինչ կա Հայաստանի սահմանից հաջորդ երկրում, չգիտեմ, անգամ հարևան երկրներում, անգամ եվրոպական զարգացած երկրներում, որտեղ միջազգային մեծ, կարելի ասել գիտաժողովներ, համալսարաններ են բացվում, կարելի ասել իրենց դռներն են բացվում թեք համայնքի համար, որքանով է մեր թեք համայնքը առհասարակ օգտվում այդ հնարավորություններից ու ինչ շահեր ունի Հայաստանը դրանից, որ կարելի է օգտվել։ Ինձ թվում է Հայաստանում ընդհանրապես ամեն գործարար դատապարտված է ինչ-որ գլոբալ խնդիր լուծելու, որովհետև Հայաստանի շուկան փոքր է, մենք ընդհանրապես 2 միլիոնից 3 միլիոնից պետություն ենք ու ինչ-որ խնդիր եթե դու լուծես լոկալ շուկայի վրա, դրանից, այսպես ասած, մեծ պատմություն դժվար է սարքել, հա։ Եվ դրա համար, եթե դու ուզում ես ինչ-որ գլոբալ խնդիրներ լուծել, դու պետք է այդտեղ լինես։ Դու պետք է լինես ուրիշ երկրներում, ուրիշ կազմակերպությունների հետ աշխատես, որպեսզի հասկանաս նրանց խնդիրները որոնք են ու կարողանաս այստեղ լուծել։ Երկրորդը դա օրինակ մշակութային խնդիրն է, որը մենք ունենք, որը վերաբերում է առաջինը network-ին, հա, ինձ թվում է հայ գործարարների շատ փոքր մասն է պատկերացնում, թե օրինակ Սփյուռքում, նույն Սիլիկոնյան հովիտում ինչ տեսակ հայեր կան, ես ես օրինակ բերեմ top 10 ներդրումային ֆոնդերից մեկի գործընկերը, հա, ասենց ասած ներդրումային տնօրենը հայ է եւ որը ներդրում է կատարել ժամանակին Service Titan-ի մեջ եւ ինձ թվում է շատ քիչ գործարարներ դրա մասին գիտեն եւ ինձ թվում է այդ կամրջելը շատ կարեւոր ֆունկցիա է, որպեսզի տարբեր տեղի հայերը իրար հետ աշխատեն ու կարողանան ինչ-որ բան ստեղծել։ Երրորդը դա մշակութայինն է։ Երբ որ դու ինչ-որ բան ես ստեղծում Հայաստանում, դու պետք է հասկանաս, որ սովորաբար այդ նույն խնդրի վրա աշխատում են նաև Ամերիկայում ու պետք է հասկանաս, որ եթե մինչև օրինակ դու ժամ 6-ն ես աշխատում, շատ հավանական է, որ քո մրցակիցը US-ում աշխատում է մինչև 8, 9, 10 եւ դրա համար տարբեր ծրագրերում, երբ որ օրինակ այստեղից տանում են դեպի Սիլիկոնյան հովիտ, առաջինը այդ գեն կոչվածն են ուզում sense ներմուծել Սիլիկոնյան հովտի, որ եթե դու ուզում ես ինչ-որ արագ աճող շուկայում ինչ-որ պրոդուկտ ստեղծել, դու պետք է 24/7-ի վրա աշխատես։ Ոնց որ ուրիշ լուծում չկա, որտեղ քո մրցակիցներն էլ այդպես աշխատում ու այդ մշակութային բացը ինձ թվում է մեր մոտ կա բավականին։ Մեր մոտ կա այդ բացը, դա ոնց որ անժխտելի փաստ է, որ ժամը 9-ից սկսում է գործընթացը առօրյա աշխատանքային 6-6:30 ամենաշատը 7 հավարտվում է ու մենք մոռանում ենք մի բանի մասին, որ կյանքը այդ 6-ից ու 7-ից հետո նաև շարունակվում է։ Իսկ կյանքը շարունակվելու համար մեզ պետք է գործարարությունը, մեզ պետք է բիզնեսը, որ աշխատում է
Բոլորը միշտ ցանկանում են Հայաստանի Հանրապետությունում երևի թե անընդհատ գնալ դեպի այդ հստակ գրաֆիկով սահմանված ժամկետներին, բայց շատ եմ նկատել երիտասարդության մոտ, որ հիմա երիտասարդությունը ավելի շատ ձգտում է իրենց ժամանակը ազատ ունենալուն, որ ավելի շատ գնալ ՏՏ ոլորտ, բայց ունենալ քիչ ժամանակ ՏՏ ոլորտին զբաղվելու, այսինքն իրենց գործը ուզում են ավելի ֆրիլանս անել, քիչ ժամանակ, բայց մեծ արդյունքով կարելի ասել։ Սրան ինչպես հասնել, քիչ ժամանակ ծախսել, բայց ունենալ մեծ արդյունք։ Ես ճիշտն ասած մի քիչ չեմ հավատում, որ քիչ ժամանակ ծախսելով կարող ես ունենալ մեծ արդյունք, կարող է ինչ-որ ընթացիկ տնտեսական փուլերում դու կարող ես այդ արդյունք ունենալ, հա, երբ որ օրինակ ChatGPT-ն առաջացավ, շատ ՏՏ համայնքի ներկայացուցիչներ իրենց աշխատանքը բարձր որ ավելի արագ էին անում, ավելի արագ էր ստացվում ու դա բնական էր։ Բայց պետք է հասկանալ, որ նման բաները աշխատում են կարճաժամկետ ինչ-որ փուլում, երկարաժամկետում, եթե օրինակ մի խնդրի վրա 3 հոգի ծախսում է այնտեղ 2 ժամ, ինչ-որ մի պահի այդ գործարը հասկանալու է, որ իմաստ չունի 3 հոգի պահել, ուղղակի պահելու է մի հոգի, որը 6 ժամ է աշխատելու ու հենց այդ կրճատումները, որի մասին մարդիկ վախենում են արհեստական բանականությունից, հենց այդ տեղից է գալու, երբ որ այսքան աշխատողների կարիք չլինի, դու ավելի քիչ ծրագրավորող ես պահելու ու դրանից ելնելով այդ մի ծրագրավորողը ուղղակի ավելի շատ է աշխատելու է GPT-ով, աշխատելու է ավելի պրոդուկտիվ, բայց ինքը այդքան շատ ծրագրավորողներ չի պահելու, եթե դու ուզում ես աշխատաշուկայում մրցունակ մնալ, դու պետք է հասկանաս, թե որը պետք է լինի քո առավելությունը, մրցակցային առավելությունը մնացածի հանդեպ, որ հենց դու լինես այդ մարդը, որ մնա աշխատաշուկայում։ Մի պահ մի հատ պատկերացնենք, որ մենք լսեցինք այն ձայնը, որ հետ ենք գնում։ Գնացինք հետ, որ կադրերում լինում է, քանի որ մենք ռադիո լսողներին համար ենք խոսում։ Հետ գնացինք մի պահ մեր խոսակցության ամենասկիզբ։ Ինչպես է ձևավորվում այս վենչուրային ֆոնդերը, ներդրումները, առհասարակ այս ներդրողները ովքեր են, իրենք ոնց են պատկերացնում ներդրումները ու իրենք ինչպես են սկսում զարգանալ։ Շատ արդիական հարց է Հայաստանի համար, որովհետև կներես ընդհատեմ, որովհետև որ մենք ասում ենք ներդրող, մեր հասարակության մեջ երևի թե շատերը մտածում են, որ ինքը ինչ որ միլիարդատեր է, ունի շատ փող, մի քիչ կողքի գցած փող կարելի ասել, ինքը այդ փողը չգիտի ոնց օգտագործի, հիմա բերලා ինչ որտեղ ներդրում անի։ Սենց այս բանի մեջ են մտածում։ Այդ բացատրենք մեր ռադիո լսողներին հասկանան ինչն է վենչուր ֆոնդը։ Վենչուրային ֆոնդը աշխատում է շատ պարզ պրինցիպով։ Վենչուրային ֆոնդերը հավաքագրում են գումար այն մարդկանցից, որոնք ինչ-որ ազատ փող ունեն, եւ տալիս են այն մարդկանց, որոնք ինչ-որ գաղափար ունեն։ Հա, այսինքն դա կարող են լինել անհատ մարդիկ, հա, որոնք ուղղակի խնայողություններ ունեն եւ ուզում են ներդրումներով զբաղվել, եւ դա կարող են լինել ինչ-որ ինստիտուցիոնալ կառույցներ, հա, օրինակ Հայաստանում մեր կենսաթոշակային ֆոնդը C Quadrat-ը ներդրում արեց վենչուրային ֆոնդերից մեկում, ինչ-որ մասնաբաժին ունեցավ այդ ֆոնդում, բայց այդ մարդիկ, որոնք ներդրում են այդ փողը, իրանք կառավարման մեջ չեն մասնակցում, կառավարման մեջ օպերացիոն թիմն է մասնակցում վենչուրային ֆոնդի, որը որոշումներ է կայացնում։ Վենչուրային ներդրումները աշխատում են այն պրինցիպով, որ շատ բարձր ռիսկային ներդրումներ են անում, հա, այսինքն եթե ինչ-որ բանի համար դու կարող ես վարկ ստանալ, այդ տեսակ բիզնեսի համար վենչուրային ֆոնդերը նախատեսված չեն։ Վենչուրային ֆոնդերը փակում են այն բացը, երբ որ դու շատ մեծ ռիսկային, շատ ամբիցիոզ պրոյեկտ ես ուզում անել, եւ բանկերը, քո ծանոթները, մնացած բոլոր ոնց որ գումարի աղբյուրները քեզ մերժում են եւ հենց այդտեղ է գալիս վենչուրային ֆոնդը, որպեսզի օգնի քեզ քո մեծ գաղափարը իրականացնել։ Այսինքն այլընտրանքային օգնություն ասվածն է, որ ես եկել եմ մի հատ ամբիցիոզ գաղափար, որը բանկը դիտարկում է, որ հնարավոր չի դա իրականացնել, վենչուրային ֆոնդը ինձ ասում է, օքեյ, արի միասին քննարկենք, մենք քեզ տանք գումար կամ ինչ-որ միջոցներ, դու այդ միջոցներով քո ամբիցիոզ գաղափարը իրականացրու։ Հա, վենչուրային ֆոնդերը բացի գումար տրամադրելուց պետք է հասկանալ, որ նաև շատ մեծ network ունեն, հա, կարող են ծանոթացնել շատ տարբեր մարդկանց հետ, որոնք քո ճանապարհին քեզ շատ օգտակար կլինեն, ու վենչուրային ֆոնդերը նաև որպես խորհրդատու, ասենց ասած, հանդես են գալիս, քանի որ շատ տարբեր գործարարների հետ են շփվում ու տեղյակ են տարբեր խնդիրներից, տարբեր լուծումներից, կարող են շատ երկար մեծ ժամանակ քեզ խնայել։
Իսկ կրթության ոլորտում ինչպիսին է ներդրումներ, վենչուրային ֆոնդեր, ֆինանսական գրագիտություն, արհեստական բանականություն, այս ամեն ինչի մեջ կրթությունը ոնց ենք տեղավորում, մարդիկ ոնց պիտի ուսում ստանան ու ինչ ձևերով, որ կան հասնեն արդեն այս կետին։ Սա շատ մեծ ընդհանրապես ամբողջ աշխարհում սա հիմա քննարկվող թեմա է, թե այս արհեստական բանականության բումից հետո համալսարանները ոնց պետք է ադապտացվեն, որովհետև երբ որ հասկանում են, որ աշխատաշուկան ինչ որ տեղերում փոքրանալու է, նրանք ուզում են ոնց որ փոխել իրենց մոտեցումը կրթությանը, այսինքն կրթությունը պետք է իմ պատկերացմամբ կրթությունը պետք է ավելի շատ կենտրոնանա մարդու soft skill-երի վրա, հա, որովհետև եթե նայենք որոշ տեխնիկական բաներին, շատ կրկնվող բաներ օրինակ ավտոմատիզացվելու են ու մարդը պետք է հասկանա, որ եթե ինքը չունի ինչ-որ soft skill-եր, նրան շատ դժվար է լինելու գործ գտնել եւ դա առաջին բանն է, որ համալսարանները պետք է շեշտ դնեն ու դա կապված չպետք է լինի ոնց որ մասնագիտության հետ, հա, կապ չունի դու ծրագրավորող ես, տնտեսագետ ես, գործարարություն ես սովորում, եթե այդ skill-երը չկան, շատ դժվար է լինելու մի 10 տարուց գործ գտնել։ Երկրորդը համալսարանները շատ հաճախ այլ երկրներում տարբեր տեսակի գրանտային աջակցություն են ցույց տալիս ուսանողներին, որովհետև ուսանողական տարիքում այդ ուսանողական մաքսիմալիզմը շատ հաճախ օգնում է ինչ-որ մեծ բաներ ստեղծել, շատ սիլիկոնյան հովտի մեծ պրոդուկտներ ստեղծվել են հենց համալսարանական պատերի ներքո, օրինակ նույն Facebook-ը համալսարանում է ստեղծվել ու այստեղ համալսարանի դերը օգնելն է թե ֆինանսապես եւ թե շատ լավ կլինի, որ մեր նաեւ այն ամենալավ մաթեմատիկներ, արհեստական բանականության մասնագետները թեկուզ ինչ-որ կարճ սեմինարներ ունենան մեր բուհերում։ Մեր օրերում, եթե մենք ակադեմիական կրթությունը մի պահ համեմատենք արհեստական բանականության զարգացման հետ, դա կարելի է կենդանիների օրինակով բերել հովազի ու կրիայի, արհեստական բանականությունը հովազի նման արագ վազում է, իսկ մեր ակադեմիական կրթությունը կրիայի նման տեղում դոփելով կարելի ասել ինքը չի հասցնում այնքան զարգանա, որ կարողանա տա այն պահանջարկը, որը ունի աշխատաշուկան։ Երբ որ ավարտում են մարդիկ բուհերը, իրենք գնում են կրթություն ստանալու 4-ից 6 տարի, ավարտում են ու հետո երբ որ ուզում են գնալ աշխատաշուկա, այդ աշխատաշուկայում արդեն իր գործատուն նորից այբուբենից այդ մասնագիտությունը սովորեցնում է։ Ինչպես այս արհեստական բանականությունը կարելի ասել բերել խցկել ակադեմիական կրթության մեջ, որ ավելի արագ ադապտացվի։ Շատ բոլոր համալսարանները պետք է հասկանան, թե ոնց կարող են ինտեգրել արհեստական բանականությունը իրանց ծրագրերի մեջ ու առաջին բանը, որ պետք է անեն, դա նախ սովորեցնելն է օգտվել արհեստական բանականությամբ, հա, որովհետև մոտ ժամանակներում բոլոր համարյա աշխատատեղերում դու ինչ որ չափ առնչվելու ես արհեստական բանականության հետ, այսինքն եթե հիմա քեզնից ուզում են Microsoft Excel-ի կամ Word-ի գիտելիք, վաղը չեմ ուսոր ուզելու են իրենց կողմից ներդրված արհեստական բանականության գործիքների իմացություն եւ դա առաջնայինը պետք է լինի, որ մարդը կարողանա դա անել։ Երկրորդը բոլոր համալսարանները եւ ամեն sense ասած ֆակուլտետ պետք է մտածի, թե իրենց ուսանողը ինչ է կարողանալու անել, ինչը չի անում նույն ChatGPT-ն։ Եվ դա շատ արդիական հարց է, որովհետև եթե օրինակ խոսում ենք նույն հետազոտական տարբեր աշխատանքների մասին, շատ հետազոտական աշխատանքներ ChatGPT-ն ավելի արագ է անում, ավելի էֆեկտիվ է անում, քան 4 կուրսի բակալավրի ուսանողը։ Նաև պետք է հասկանալ ոնց է փոխվելու աշխարհը, տենդենսները։ Քանի որ մենք օրինակ հասկանում ենք, որ մոտակա 10 տարիներում շատ մեծ ինտենսիվ աշխատանքներ են տարվելու այս արհեստական բանականությունը իրական կյանք բերելու, հա, օրինակ նույն մեքենաների ավտոմատիզացում, ռոբոտների աշխատանք, մեր պետական բուհերը պետք է դրան նախատեսված բաժիններ բացեն, որ մեր երիտասարդները կարողանան օրինակ գնալ վաղը չեմիսոր Nvidia-ում աշխատել արհեստական բանականության հենց այդ տեսանելիության խնդիրների վրա, հա, որովհետև այդ նոր խնդիրների վրա աշխատելը տալիս է իրանց ինչ-որ մրցակցային առավելություն։ Եթե օրինակ մենք հասկանանք, թե ոնց է փոխվելու աշխարհը այս 10 տարվա մեջ, մենք այդ ուղղությունների վրա կսկսենք աշխատել, բայց շատ հաճախ այդ ներքին բյուրոկրատիան դա չի թողնում, ինչը ինչ որ չափ օբյեկտիվ է, ինչ որ չափ սուբյեկտիվ է, հա, ուղղակի իմ ներքին պատկերացմամբ, եթե դու ուզում ես
մի քիչ ավելի առաջ լինել, քան ուրիշ երկրներ, դու պետք է ավելի արագ գործես։ Դու չպետք է սպասես, մինչև միջազգային լավ ստանդարտներ կհայտնվեն, որ դա ներդնես քո մոտ, դու պետք է մտածես, թե ոնց ունես դու միջազգային լավ ստանդարտը։ Եթե մենք չկարողանանք այդ հարցի պատասխանները գտնել, վաղը չէ այսօր ուղղակի բարձրագույն տեխնոլոգիաների նախարարությունում, կրթության նախարարությունում ուղղակի հետազոտություններ են պատվիրելու, թե ոնց դա արեց Էստոնիան, ոնց դա արեցին Ամերիկայի Միացյալ Նահանգները, ոնց դա արեց Սինգապուրը, ու սկսելու են կրկնել, բայց երբ որ դու կրկնում ես, դա նույն էֆեկտը չունի, ինչ որ առաջինը ներդնելը։ Դրա համար մերպես երկրները պետք է առաջնային մտածեն, թե ոնց կարելի է բյուրոկրատիայից դուրս գալ եւ կարողանալ առաջինը ինտեգրել նոր կրթական համակարգերը, որովհետեւ մենք լինենք օրինակ։ Ստարտափները, քանի որ մենք խոսեցինք նոր եւ առաջինը արվող բաներից, ստարտափները Հայաստանում առհասարակ ինչ ճակատագրի են արժանանում, ինչ նորություններ կան այս ոլորտից։ Հայաստանի ստարտափների համար ինձ թվում է 24 թիվը բավականին հաջողակ էր, որովհետև տեղի ունեցավ Service Titan-ը դարձավ public ընկերություն, IPO արեց, ինչը մեծ հնարավորություններ է բացում։ Ես մի հատ բարձ օրինակ բերեմ, սովորաբար մեծ կազմակերպությունները, որոնք IPO-ի են պատրաստվում, ամեն աշխատող ունի ինչ-որ չափաբաժին այդ կամպանիաներում։ Դա կարող է լինել 0.5%, 1%, 0.2%, բայց բոլորն էլ դրանից այդ ունեն։ Ու օրինակ Service Titan-ի այդ IPO-ն լայն հնարավորություններ է բացում հայ էկոսիստեմայի համար, որովհետև պետք է հասկանալ, որ շատ նոր ներդրողներ են ստեղծվել դրանից հետո, այսինքն մարդկանց մոտ այդ իրանց փայաբաժինները արդեն կարող են փոխանակել իրական գումարի հետ եւ կարող են ներդնել հայկական տարբեր ստարտափներում։ Դա ինձ թվում է 24 թվի ամենամեծ նվաճումն էր հայ ստարտափ էկոհամակարգի համար։ Մնացած ուղղություններով ինձ թվում է, որ շատ հաճախ մեր մոտ պակասում օրինակ նույն համալսարանական ակսելերատորներում, նույն ուսանողների մոտ պակասը խնդիրների իրազեկվածության մասին, այսինքն իրանք հավաքվում են, ինչ-որ կոդ են գրում, ինչ-որ ծրագիր են ստեղծում, բայց ամենահաճախ խնդիրը նրանում է, որ այդ ծրագիրը ոչ մեկի պետք չի, ցավոք սրտի, որովհետև ինքը կարիքահեն չի, հա, իրանք ուղղակի մտածել են, որ լավ կլինի դա լինի, բայց չեն մտածել կա արդյոք մարդ կամ ինչ-որ կազմակերպություն, որը պատրաստ է դրա համար վճարել։ Նաև 24 թվին մեծ ստարտափ համակարգի լուրերից էր, որ միջազգային ակսելերատոր Plug and Play-ը եկավ Հայաստան եւ ակսելերացիոն ծրագիր իրականացրեց Հայաստանում ՊՏԱ նախարարության հետ համագործակցությամբ։ Ինձ թվում է նման ծրագրերը, եթե ավելի շատ լինեն, ավելի մեծ մասշտաբով լինեն, ավելի շատ կխթանվի ստարտափ համակարգը, որովհետեւ պետք է հասկանալ, որ Հայաստանում վենչուրային ֆոնդերը շատ չեն, մոտ 6-ից 7-ն է, եւ կապիտալի խնդիրը կա Հայաստանում։ Երբ որ դու ուզում ես ինչ-որ բան անել, թեստավորել, քեզ գոնե ինչ-որ մարքեթինգային կամ վաճառքի բյուջե է պետք, որ կարողանաս ինչ-որ մարդկանց հետ խոսել, ինչ-որ մարդկանց գործի ընդունել, եւ այստեղ ոնց որ պետության դերը շատ པարզ է, պետությունը պետք է փորձի մաքսիմալ հնարավորություն տալ բոլոր մարդկանց փորձելու լինել գործար։ Միացած անեկդոտային բան կա, օրինակ Էստոնիայում, երբ որ ասում են, որ բոլորը գործար են, մեկը տաքսի է նստում, ասում է գնա կարող դուք էլ եք գործար, ասում է չէ, բան ես տաքսի եմ քշում, ուղղակի ազատ ժամանակ ստարտափների մեջ եմ ներդնում, ոնց որ պետությունը պետք է փորձի ինչքան հնարավոր է շատ մարդկանց, որոնց աչքերում կրակ կա, ասենց ասած, տալ այդ հնարավորությունը դառնալու գործար, այսինքն այդ սկզբնական կապիտալի մասը ապահովել։ Շնորհակալ եմ շատ, լայն թեմաները ահագին կարելի ասել տեղայնացրեցինք, Հայաստանի Հանրապետության օրինակով խոսեցինք, հույս ունեմ մեր ռադիոլսողները իրենց հետաքրքիր թեմաները կգտնեն այս հաղորդման մեջ։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք աշխատանքի ուսուցումը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն էր Orion Venture-ային ֆոնդի ներդրումային տնօրեն Արմեն Ֆլջյանը։ Կհանդիպենք